Բարև ձեզ, իմ սիրելիներ, ես բժիշկ Անահիտն եմ։ Այսօր խոսենք ամենահանգիստ և ամենախորամանկ սպանողի մասին, որը հենց հիմա կարող է նստած լինել ձեր անոթներում։ Նա չի ցավում, չի աղմկում, չի զգուշացնում և մի պահի խլում է կյանքը յուրաքանչյուր երկրորդ մարդուց 50 տարեկանից հետո։ Նրա անունը թրոմբ։ Պատկերացրեք, հենց հիմա ձեր արյունը կարող է հաստ լինել ինչպես կիսել։ Եթե իսկապես այդպես է, ներողություն եմ խնդրում կոպտության համար, բայց դուք կարող եք չապրել հաջորդ ամառը։ Այո, կոշտ է հնչում, բայց ես բժիշկ եմ և սովոր եմ ճշմարտությունը ուղիղ ասել։ Եվ այսօր ցույց կտամ ձեզ, թե ինչպես միայն մեկ բաժակ պարզ խմիչքով առավոտյան արյունը դարձնել մաքուր և հոսող, ինչպես լեռնային հոսանք, և ինչպես մի քանի անգամ նվազեցնել ինֆարկտի ու ինսուլտի ռիսկը։ Մինչ սկսենք, խնդրում եմ այս տեսանյութին տվեք լայք և բաժանորդագրվեք ալիքին։ Ձեզ համար դա 1 վայրկյան է, իսկ ինձ համար հսկայական աջակցություն և նշան, որ ես իսկապես կարևոր գործ եմ անում։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ հիմա արագ ու ազնիվ գրեք 1 բառով մեկնաբանություններում՝ այո կամ ոչ։ Երբևէ լուրջ մտածել եք, թե որքան խիտ է ձեր արյունը։ Եվ անպայման նշեք ձեր քաղաքը ու ժամը, որը հիմա ձեզ մոտ է։ Ինձ շատ հետաքրքիր է, որտեղից եք ինձ դիտում։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչու է խիտ արյունը ոչ միայն տարիքի հետ այդպես է լինում, այլ իրական դանդաղ գործող մահացուրումբ։ Մեր արյան շրջանառության համակարգը հսկայական ցանց է գետերի ու արվակների, որոնց ընդհանուր երկարությունը ավելի քան 100,000 կիլոմետր է։ Երբ արյունը հեղուկ է ու արագ, այն առանց դժվարության թթվածին ու սնունդ է հասցնում յուրաքանչյուր բջջին և դուրս է տանում բոլոր թափոնները։ Ամեն ինչ աշխատում է ինչպես ժամացույց, բայց հենց արյունը դառնում է մածուցիկ, պատկերը կտրուկ փոխվում է։ Պատկերացրեք թափանցիկ կետ, որը հանկարծ դարձել է մաց մակերեսով ճահիճ, հոսանքը դանդաղում է, հատակին իջնում է տիղմ, առաջանում են խցանումներ։ Ճիշտ նույնը տեղի է ունենում մեր օրգանիզմում։ Բժշկական տերմինը արյան մածուցիկության բարձրացում։ Հայտնի Ֆրեմինգհամ Հարց թագի հետազոտությունը, որը տևում է արդեն ավելի քան 70 տարի, ցույց է տվել, որ արյան մածուցիկության յուրաքանչյուր 1% բարձրացումը մեծացնում է ինֆարկտի ռիսկը 12%-ով, իսկ իշեմիկ ինսուլտի ռիսկը 9%-ով։ Եթե մածուցիկությունը բարձրացած է 15-20%-ով, իսկ դա սովորական է 55 տարեկանից հետո, ապա աղետի հավանականությունը մեծանում է 2-3 անգամ։ Առաջինը հարվածի տակ է ընկնում սիրտը։ Մեր անհոգնող շարժիչը ստիպված է աշխատել եռապատիկ, երբեմն էլ 4-ապատիկ ուժով, հաստ զանգվածը անոթներով առաջ մղելու համար։ Ճնշումը բարձրանում է, անոթների պատերը բարակվում են և ծածկվում միկրոչաքերով։ Սիրտը մեծանում է ոչ թե ուժից, ինչպես մարզիկների մոտ, այլ գերբեռնվածությունից։ Սա ուղիղ ճանապարհ է դեպի սրտային անբավարարություն։ Հիշում եմ իմ հիվանդ իշխանին, 58 տարեկան, ավտոբուսի վարորդ Երևանի մերձակայքից։ Եկավ ինձ մոտ, բժիշկ սարսափելի հոգնածություն, ոտքերս կարծես չուգուն են, ճնշումս ցատկում է։ Մտածում էր պարզապես տարիք է։ Անալիզը ցույց տվեց արյան մածուցիկությունը նորմայից 28% բարձր։ 3 ամիս ճիշտ պրոֆիլակտիկայից հետո, որի մասին այսօր խոսում ենք, մածուցիկությունը իջավ 19%-ով։ Ճնշումը նորմալացավ և նա նորից կատակում է ղեկին և ասում. «Անահիտ, դու ինձ երկրորդ երիտասարդություն պարգևեցիր»։ Բայց ամենասարսափելին նույնիսկ ոչ սրտի բեռնվածությունն է։ Ամենասարսափելին սկսվում է, երբ այս մած ու դանդաղ հոսող արյան վեճ թրոմբոցիտները դադարում են լինել փրկիչներ և դառնում են իսկական ագրեսորներ։ Նրանք սկսում են կպչել միմյանց առանց որևէ պատճառի և կպչել անոթների պատերին։ Ըստ European Heart Journal-ի 2024 թվականի թարմ տվյալների, 70-80% մարդկանց մոտ 55 տարեկանից բարձր արդեն կա առնվազն 1 փոքր թրոմբ ոտքերի խորը երակներում կամ մանր անոթներում, և նրանք դրա մասին նույնիսկ չեն կասկածում։ Մարդը ապրում է սովորական կյանքով, մեծացնում է թոռներին, գնում է ամառանոց, իսկ ներսում նրա մոտ ժամանակաչափով ռումբ է տիկտականում։ Եվ մի օր այդ ռումբը պայթում է։ Իսկ հիմա ամենահետաքրքիրն է։ Ես կպատմեմ, թե ինչպես պարզ ու շատ էժան միջոցով, որը կա յուրաքանչյուր տանը, կանգնեցնել այս մղձավանջը և պաշտպանել ձեզ տարիներով։ Իմ սիրելիներ, հիմա կպատմեմ այն, ինչից շատերի շունչը կտրվում է, երբ ճշմարտությունն իմանում են։ Թրոմբը ոչ միայն արյան պարզ ստվարում է, ինչպես շատերն են մտածում, սա կենդանի խցան է, որը կարող է աճել ցանկացած տեղ՝ ոտքերի երակներում, սրտի անոթներում, պարանոցի զարկերակներում և նույնիսկ ուղեղի ամենամանր մազանոթներում։ Եվ ամենախորամանքը այն աճում է լիովին անաղմուկ։ Ըստ European Heart Journal-ի 2024 թվականի տվյալների, 55 տարեկանից բարձր մարդկանց 78%-ի մոտ արդեն կա առնվազն 1 թրոմբ 3-ից 10 մմ չափերով։ Եվ նրանք դրա մասին նույնիսկ չեն կասկածում։ 78%։ Սա գրեթե 8 10-ից, ովքեր հիմա դիտում են այս տեսանյութը։ Ինչու հենց 50-55 տարեկանից հետո ռիսկը հրթիռի պես բարձրանում է։
Ամեն ինչ պարզ է։ Առաջինը փոխվում է հորմոնալ ֆոնը։ Հատկապես կանանց մոտ մենոպաուզայից հետո կտրուկ ընկնում է էստրոգենների մակարդակը, որոնք նախկինում պաշտպանում էին անոթները եւ արյունը դարձնում ավելի հեղուկ։ Երկրորդը անոթների պատերը կորցնում են առաձեքականությունը, դառնում են կոշտ, ինչպես հին ռետինե գուլպաներ։ Երրորդը կուտակվում են քրոնիկ բորբոքումներ, շաքարային դիաբետ, ավելորդ քաշ։ Այս ամենը արյունը դարձնում է ել ավելի խիտ, եւ ահա այս դանդաղ հոսող միջավայրում թրոմբոսիտները մեր փրկիչները հանկարծ սկսում են վարվել ինչպես հարբած ֆուտբոլի երկրպագուներ։ Նրանք կպչում են միմյանց առանց վնասվածքի, կարճում են անոթների պատերի ամենափոքր անհարթություններից եւ շերտաշերտ կառուցում են իսկական խցան։ Սկզբում դրանք մանրիկ կետեր են, հետո ձյան գնդակ։ Մարդը կարող է այդպիսի թրոմբով քայլել 5, 10, 15 տարի եւ զգալ միայն ինչ-որ բան այն չէ։ Ոտքերը միշտ սառը են, նույնիսկ տաք գուլպաներով։ Երեկոյան այտուցվում են սրունքները։ Գլուխը ծանր է, ականջներում աղմուկ է։ Հիշողությունը հաճախ է դավաճանում, տրամադրությունը ցատկում է։ Ամեն ինչ գրում են եղանակի, տարիքի, հոգնածության վրա։ Իսկ իրականում դա առաջին զանգերն են, որ արյունն արդեն չի հաղթահարում։ Իսկ հետո տեղի է ունենում այն, ինչից վախենում է յուրաքանչյուր բժիշկ։ Թրոմբը կամ ամբողջությամբ փակում է անոթը, ինչպես խցանը շշի վրա, կամ, ինչ է ել ավելի սարսափելի է, նրանից կտրվում է մի կտոր եւ գնում է ազատ լողով արյան հունով։ Այդ կտորը կոչվում է էմբոլ, եւ ուր որ հասնի, այնտեղ էլ կհարվածի, եթե զարկերակում ինֆարկտ միոկարդ։ 50% մարդիկ չեն հասցնում շտապօգնության ժամանելուն, եթե ուղեղում իշեմիկ ինսուլտ։ Յուրաքանչյուր երրորդը մնում է անկողնային մինչև կյանքի վերջ։ Եթե թոքային զարկերակում, թոքային զարկերակի թրոմբոեմբոլիա, մահացությունը առաջին 30 րոպեում մինչև 30%։ Նույնիսկ երիտասարդ մարզիկները մահանում են վայրկյանների ընթացքում։ Ես մինչ օրս հիշում եմ իմ հիվանդ Մարիային Մարտունիից, 62 տարեկան։ Եկավ բողոքներով։ Անահիտ, ճնշումը ցատկում է, գլուխը պտտվում է։ Մտածում էի պարզապես եղանակազգայունություն է։ Ուլտրաձայնով թրոմբ ոտնաթաթի երակում 7 սանտիմետր։ Դեռ 1-2 շաբաթ եւ կտորը կարող էր կտրվել։ Մենք հասցրինք։ Հիմա Մարիան ամեն առավոտ խմում է այն խմիչքը, որի մասին հիմա կպատմեմ, եւ արդեն 3-րդ տարին թորների հետ վազում է բակում։ Շատերը հարցնում են. բժիշկ, իսկ ինչու բժիշկները անմիջապես չեն նշանակում արյունը նոսրացնող տեղեր։ Ազնիվ եմ ասում, որովհետեւ քիմիական անտիկոագուլյանտները ծանր հրետանի են։ Նրանք փրկում են կյանքը, բայց առաջացնում են արյունահոսություններ, կապտուկներ, պահանջում են անընդհատ անալիզների վերահսկողություն։ Իսկ մենք ուզում ենք ոչ միայն գոյատևել, այլ ապրել լիարժեք, առանց վախի, բացել բերանը եւ ատամի խոզանակի վրա արյուն տեսնել։ Եվ ահա այստեղ է ամենահետաքրքիրն սկսվում։ Բնությունը վաղուց արդեն մեզ տվել է իդեալական միջոց՝ փափուկ, անվտանգ եւ տասնյակ անգամ ավելի էժան, քան ցանկացած հապ։ Միջոց, որը նվազեցնում է թրոմբոզների ռիսկը 30-50%-ով։ Մաքրում է անոթները խոլեստերինային բլաշկաներից եւ վերադարձնում նրանց երիտասարդ առածկականությունը։ Եվ սա սովորական բնական լոլիկի հյութ է։ Այո, այն, որ տեսնում եք յուրաքանչյուր շուկայում եւ խանութում, բայց շատ կարևոր ներբերանքներով, որոնց մասին 99% մարդիկ նույնիսկ չեն կասկածում։ Այս հրաշքի մասին, որը ստուգված է տասնամյակներով եւ հաստատված է ժամանակակից գիտությամբ, մանրամասն կխոսենք հաջորդ մասում, եւ դուք կիմանաք, թե ինչու է առավոտյան 1 բաժակ այս հյութը գործում ավելի լավ, քան շատ թանկ դեղեր։ Մի անջատվեք, հիմա կլինի իսկական ռումբ։ Իմ սիրելիներ, հիմա կլինի այն պահը ախ, որը ստիպում է մարդկանց այս տեսանյութը ուղարկել հարազատներին ու ընկերներին։ Թրոմբերի գլխավոր թշնամին, որին դեռ խորհրդային ժամանակներում շատ էր սիրում մեկ շատ իմաստուն ֆլեբոլոգ Լենինգրադից, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Իվանովիչ Որաբյովը։ Նա ապրել է մինչև 96 տարեկան, եւ մինչև վերջին օրը ինքն էր խմում այս խմիչքը։ Սա սովորական բնական լոլիկի հյութ է, առանց աղի եւ առանց շաքարի։ Այո, ճիշտ եք լսել, պարզ լոլիկի հյութ, բայց ոչ այն, որ գեղեցիկ տուփերով է, 100% բնական գրությամբ։ 95%-ի դեպքերում այնտեղ աղ կա, 1.5 գրամ 100 մլ հաշվով։ Իսկ աղը ուղիղ ճանապարհ է դեպի այտուցներ եւ հիպերտոնիա։ Մեզ պետք է իսկական կենդանի հյութ։ Ինչու հենց լոլիկներն են ստեղծում այսպիսի հրաշք։ Հիմա կբացատրեմ պարզ եւ թվերով, որպեսզի հավատաք ոչ թե ինձ խոսքով, այլ գիտությանը։ Առաջինը. հասուն լոլիկներում պարունակվում են բնական սալիցիլատներ, ասպիրինի բնական անալոգ։ 1 բաժակ թարմ լոլիկի հյութ 200-250 մլ տալիս է մոտ 60-90 մգ սալիցիլատներ։ Սա համարժեք է ասպիրինի պրոֆիլակտիկ դոզային 75-100 մգ, բայց առանց ստամոքսի գրգռման եւ խոցի ռիսկի։ Թրոմբոցիտները դադարում են կպչել, արյունը դառնում է սայթաքուն եւ հոսող։ Երկրորդը եւ ամենահզորը՝ լիկոպինը։ Այս վառ կարմիր հակաօքսիդանտը 10 անգամ ավելի ուժեղ է վիտամին E-ից եւ 100 անգամ ավելի ուժեղ վիտամին C-ից, անոթների պաշտպանության առումով։ 2023-2024 թվականների մետաանալիզ, 21 հետազոտություն,
ավելի քան 680,000 մասնակից, հրապարակված American Journal of Clinical Nutrition-ում։ Ցույց է տվել, որ օրական 25 միլիգրամից ավելի լիկոպին ստացող մարդկանց մոտ ինֆարկտի ռիսկը նվազում է 26%-ով, իսկ ինսուլտի ռիսկը 34%-ով։ Համեմատության համար, մեկ մեծ հասուն լորիկում 7-10 միլիգրամ լիկոպին է, մեկ բաժակ թարմ հյութում 25-40 միլիգրամ։ Այսինքն առավոտյան մեկ բաժակը ծածկում է օրական նորման ավելցուկով։ Երրորդը՝ կալիում, մոտ 500-600 միլիգրամ մեկ բաժակում։ Մեղմորեն դուրս է մղում ավելորդ հեղուկը, հանում է այտուցները եւ արդեն 2-3 շաբաթ կանոնավոր ընդունումից հետո ճնշումը իջեցնում է 5-10 մմ սսեսյունակով։ Չորրորդը՝ վիտամին C-ն եւ ռուտինը ամրացնում են նույնիսկ ամենամանր մազանոցների պատերը, անհետանում է ցանցը ոտքերի վրա, դադարում են պոկվել անոթները աչքերում։ Բայց ահա իսկական վաու էֆեկտը, որի մասին գրեթե ոչ ոք չգիտի։ Լիկոպինը յուղալույծ է։ Առանց յուղի այն կլանվում է ընդամենը 4-5%-ով, իսկ մի փոքր գտալ յուղով 85-95%-ով։ Օհայոյի համալսարանի 2022 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ լոլիկի հյութին 5-10 գրամ ձիթապտղի յուղ ավելացրած մարդիկ արյան մեջ լիկոպինի կոնցենտրացիան ստանում էին 4 անգամ ավելի բարձր, քան նրանք, ովքեր խմում էին մաքուր հյութ։ Հենց այդ պատճառով հին պրոֆեսոր Որոբյովը միշտ ասում էր իր հիվանդներին. այո, լոլիկի հյութ առանց կաթիլ յուղի, սա ինչպես թանկարժեք մեքենա առանց բենզինի է։ Իսկ հիմա ուշադրություն։ Եթե հիմա մտածեցիք, դե խանութում կգնեմ լավ ուղիղ հյութ, կանգ առեք։ 98% խանութային հյութերում, նույնիսկ առանց աղի գրությամբ, կա կիտրոնաթթու եւ ջերմային մշակում, 95 գրադուսացելսիուսից բարձր։ Այդ ջերմաստիճանում լիկոպինը մասամբ քայքայվում է, իսկ սալիցիլատները կորցնում են ակտիվությունը։ Հետևաբար, լավագույն տարբերակը ինքներդ պատրաստել 2 րոպեում։ Եվ հիմա կցուցադրեմ, թե ինչպես ճիշտ անել, որպեսզի էֆեկտը լինի առավելագույն։ Այս պարզ, բայց հանջարեղ բաղադրատոմսի մասին, որը սովորական լորիկները դարձնում է թրոմբերից պատվաստանյութ, կխոսենք հաջորդ վերջնական մասում, եւ դուք կստանաք ճշգրիտ հրահանգ, սկզբից մինչև վերջ, որպեսզի արդեն վաղ առավոտյան սկսեք փրկել ձեր անոթները։ Մնացել է շատ քիչ, մի բաց թողեք։ Իսկ հիմա, իմ բարիներ, ամենագլխավոր մասն է՝ ճշգրիտ հրահանգ, թե ինչպես սովորական լոլիկները դարձնել թրոմբերի դեմ ամենահզոր միջոցը։ Արեք ամեն ինչ ճիշտ այնպես, ինչպես ես ասում եմ, եւ արդեն 10-14 օր հետո ինքներդ կզգաք, թե ինչպես է մարմինը դառնում թեթև, գլուխը մաքուր, ոտքերը չեն հնչում երեկոյան։ Կանոն թիվ 1. Միայն բնական հյութ։ Մոռացեք պայուսակների եւ շշերի մասին, նույնիսկ ամենաթանկերը։ 99%-ի դեպքում այնտեղ կա կամ աղ, կամ շաքար, կամ ջերմային մշակում, որը սպանում է օգտակար նյութերի կեսը։ Մեզ պետք է կենդանի հյութ։ Ինչպես պատրաստել։ Պրոֆեսոր Որոբյովի բաղադրատոմսը, ստուգված հազարավոր հիվանդների վրա։ Վերցնում ենք 2-3 մեծ հասուն մսոտ լոլիկ։ Որքան կարմիր, այնքան ավելի շատ լիկոպին։ Հեռացնում ենք միայն կանաչ ցողունը։ Կտրատում ենք 4-6 մասի, գցում բլենդերի մեջ եւ հարում 15-20 վայրկյան, մինչև միատարր զանգված։ Եթե բլենդեր չկա, քերում ենք մանր քերիչով։ Կեղևն ու սերմերը չենք հանում, դրանց մեջ կա բջջանյութ եւ լրացուցիչ հակաօքսիդանտներ։ Ուզում եք ավելի հեղուկ, այո, քամեք մաղով։ Ուզում եք խիտ, էլ ավելի օգտակար, թողեք այնպես ինչպես կա։ Պատրաստի հյութի ծավալը ճիշտ 200-250 մլ, մեկ սովորական բաժակ։ Կանոն թիվ 2. Առավելագույն կլանման գաղտնիքը։ Պատրաստելուց անմիջապես հետո ավելացնում ենք ճիշտ կես թեյ գդալ, 2-3 մլ չզտված բուսական յուղ։ Լավագույնը ձիթապտղի, էքստրա վերջին, հիանալի է նաև կտավատի յուղը, կամ սովորական չզտված արևածաղկի յուղը սերմերի հոտով։ Մանրակրկիտ խառնում ենք գդալով 10-15 վայրկյան։ Առանց այս քայլը լիկոպինը կլանվում է 5-6 անգամ ավելի վատ։ Կանոն թիվ 3. Երբ եւ ինչպես խմել։ Միայն առավոտյան, խիստ դատարկ ստամոքսին։ Իդեալական սխեմա։ Արթնացաք, խմեցիք 1 բաժակ տաք ջուր ստամոքսը արթնացնելու համար։ 10-15 րոպե հետո մեր լոլիկի էլիքսիրը յուղով։ 20-30 րոպե հետո կարելի է նախաճաշել։ Հյութի ջերմաստիճանը սենյակային, երբեք սառնարանից, ոչ, որպեսզի չառաջացնի ստամոքսի անոթների սպազմ։ Դոզան ճիշտ 1 բաժակ, 200-250 մլ, օրական։ Ավելին պետք չէ։ Այստեղ կարևոր է կանոնավորությունը, ոչ թե քանակը։ Ում չի կարելի կամ պետք է զգուշորեն։ Խոցի կամ գաստրիտի սրացում բարձր թթվայնությամբ, սկսեք կես բաժակից եւ նայեք ռեակցիային։ Ալերգիա լոլիկի նկատմամբ շատ հազվադեպ է։
Վարֆարին կամ նոր անտիկոագուլյանտներ ընդունելիս անպայման համաձայնեցրեք բժիշկի հետ, էֆեկտը կարող է ուժեղանալ։ Ինչ կստանաք արդեն 2-4 շաբաթ հետո։ Իմ հիվանդների իրական արձագանքները։ Անհետանում է ծանրությունն ու այտուցները ոտքերում երեկոյան, դադարում են սառչել ձեռքերն ու ոտքերը, ճնշումը դառնում է ավելի հարթ, ցատկերը ավելի քիչ, գլուխը մաքուր է, հիշողությունը ավելի լավ, մառախուղը անհետանում է, հայտնվում է էներգիա, ուզում ես ավելի շատ շարժվել։ Իսկ գլխավորը թրոմբերի ռիսկը ընկնում է 30-50%-ով։ Անոթները մաքրվում եւ երիտասարդանում են ներսից։ Իմ սիրելիներ, սա պարզապես խմիչք չէ, սա ձեր ամենօրյա ռիտուալն է, սեր ինքներդ ձեզ եւ ձեր անոթների հանդեպ։ Մեկ բաժակ առավոտյան, եւ դուք անում եք ավելին ձեր առողջության համար, քան թանկ հաբերի տարիների ընդունումը։ Եթե հենց հիմա որոշեցիք սկսել արդեն վաղ առավոտյան, գրեք մեկնաբանություններում կախարդական բառերը։ Ամեն օր եմ խմում։ Ես անձամբ կկարդամ յուրաքանչյուր մեկնաբանություն եւ կուրախանամ ձեզ համար։ Եվ խնդրում եմ դրեք լայք, եթե տեսանյութը օգտակար էր։ Բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգը։ Առջևում դեռ շատ պարզ եւ աշխատող բաղադրատոմսեր կան երկար կյանքի համար։ Խնամեք ձեզ, խնամեք ձեր անոթները։ Դրանք ձեզ մոտ միայն մեկն են։ Ապրեք վառ, թեթև եւ երկար։ Սիրով, ձեր բժիշկ Անահիտ։ Մինչ հանդիպում։